Սիրելի հետևորդներ ջան, բարի լույս, բարի օր, որտեղ բարի լույս, որտեղ բարի օր, որտեղ բարի կես գիշեր, սիրելիներս, ողջունում եմ բոլորիդ իմ հայ ազգ, իմ սիրուն, գեղեցիկ հետևորդներ ջան, սիրելիներս, տեսնում եք ինչ գործի եմ, լավ գործի եմ, խաղողի տերևները լավ մեծացել են, խաղում եմ սիրելիներս, խաղում եմ այսօր որոշել եմ պատրաստել տերևով և կաղամբով տոլմա, տերևները խաղեմ, տանեմ նստեմ, մի փոքր իրար մեջ դնեմ, մեր լեզվով ասած դաստայեմ, հետևորդներ ջան նոր կանցնեմ արդեն մնացած գործերին, ինչպես եք, ես լավ եմ սիրելիներս, փառք Աստծո, շնորհակալ եմ բոլորիցդ ձեր հարցումների և գեղեցիկ մեկնաբանությունների համար, դուք ինչպես եք, հույսով եմ լավ եք, ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք, ուրախ լինեք սիրելիներս, անհոգ լինեք և օրհնված լինեք, արդեն սիրելի հետևորդներ ջան, եկել է բերքահավաք, ոնց որ ասած տերևի, բավականին կա, հիմա կքաղեմ, ինչքանը որ տոլմա կպատրաստեմ, մնացածը երևի մի տարա էլ կլինի, կզակատեմ, ինչպես միշտ Մարինեն կողքիս է, Մարինե ջան, մի քիչ բերես կոմի վրա, շատ ընտիր նուրբ տերևներ են, սիրելի հետևորդներ ջան, կմնա ավելի կմեծանա, ժամանակն է, որ քաղեմ, այնքան էլ խաղող կա, սիրելի հետևորդներ ջան, լիքը խաղող է այս տարի, այս խաղողից նախանցած տարի մաճար եմ պատրաստել, անցած տարի էլ եմ պատրաստել շատ համով, որովհետև խաղողի տեսականիներից էլ է կախված, 3 տեսակի խաղող է, իրար եմ խառնում, պատրաստում եմ ավելի համեղ է լինում, սիրելիներս, տեսնենք, այս տարի էլ է շատ կպատրաստեմ, սիրով ցույց կտամ, թե ես ինչպես եմ պատրաստում, այս տերևներով մենք ամբողջ տարին տոլմա ենք փաթաթում և չեմ գնում տարաների մեջ կիլանոց, նուրբ, ճիշտ է մի քիչ մուգ է գույնը, սպիտակ էլ կա, մուգ էլ կա, բայց աղաջրի մեջ որ մի թեթև եռացնում հանում եմ, սիրելիներս, շատ ընտիր տերև է լինում նուրբ, հիշեցի Հայաստանս, իմ չքնաղ, իմ հրաշք Հայաստանս, ինչքան էինք հավաքում, աղաջուր էինք բռնում, տուճիկ էր ասում կիսուրս, տուճիկների մեջ, սիրելի հետևորդներ ջան, շատ էի, քամոտ եղանակ է սիրելիներս, հիմա մի քիչ խաղեմ ձեզ հետ միասին, նոր կադրից դուրս մնացածը կքաղեմ սիրելիներս, լավ ընտիր տերևներ են, այս կողմը քաղեմ, նոր կգամ եմ մյուս կողմի վրա, դրանք էլ կքաղեմ, հիմա կադրից դուրս սիրելիներս, քամի խանգարում, քաղեմ կհանդիպենք, ձեզ բոլորիդ խաղաղ, ուրախ, օրհնյալ կիրակի եմ մաղթում, Սիրելիներս,
ձեր կոֆեները դրեք, եկեք միասին կոֆե խմենք։ Մարինկան արդեն մեր կոֆեն բերել է, միասին խմում ենք։ Խաղողի Բարևեք, մենք չենք բարևեք։ Ահա։ Սիրով ողջունում են բոլորից, սիրելիներս, խաղողի տերև էի քաղում, որ այսօր պատրաստեմ տերևով եւ կաղամբով տոլմա։ Հարսել հողամասում ծաղկանոցում էր գործանում, կանչեցին գնաց գործի տեղը, հետ եկավ, մինչև այդ ընթացքում էլ մտել էր խանութ, գնումներ մի քիչ կատարեց եւ Մարինկային Viber-ով պատվեր էր տվել շորեր, հագուստներ վերցրեց, եկավ։ Հիմա Մարինկաս էլ հյուրասիրում է մեզ կոֆեյով, իր նման անուշ համով կոֆե է դրել։ Մարինե ջան, հենա մաման մանգոյի չիրեր։ Ահա, բեր մանգոյի չիրով կոֆե խմենք։ Հետո գնումները ցույց կտամ, սիրելի հետևորդներ ջան։ Դրեք, հավաքվեք, եկեք այս գեղեցիկ միջավայրում մեզ հետ միասին կոֆե խմենք։ Մի փոքր էլ ինձ տու, Մարինե ջան։ Մի փոքր, հա, շատ շուրա, Մարինկաս է, մի փոքր կիսի, Մարինկաս է, մանգոյի չի շատ սիրում։ Սիրում է, չէ, ես էլ փոքրն է։ Ահա։ Ալադի։ Հələ դեռ մեր գարուշիկը քնած է։ Ճիշտ է։ Տղաս ամեն օր առավոտյան ժամը 5-ին է արթնանում, գնում էր դասի։ Հիմա արդեն Ինքան չորա չեմ կարում ծամել։ Չէ, ինքն է, բայց համով։ Երեկվանից արդեն տանն է, 22-ին, 30-ին քննություն ունի, կհանձնի ու իրա մամայի մոտ, հարսիս մոտ գնում է գործի, սիրելի հետևորդներ ջան։ Չենք ուզում, որ աշխատի, բայց ինքը ուզում է, չէ, որ գա աշխատի։ Անցած տարի էլ է աշխատել, արդեն սպասում է դիրեկտորի իրան։ Մանյա տղաձի հագալու գործ, ասի մամսի մեջի։ Չէ։ Զանգից ասեց, դասերի պրտելա գնացին, ասում եմ, ներքուսին քնությունին, 30 խլեջի 23-ին գա, բայց կացցնի ասա պատրաստի քնությունին։ Արդեն պատրաստվել եմ։ Զանիգել ասա մոջիչի տայս քնությունի։ Ահա։ Սիրելիներս միշտ գրում եք, համերաշխեք, լավ եք, ընտանիքով, սիրում ենք ձեր ընտանիքը Տիկին Մարինե, բոլորի ձեզ, այո, համերաշխ ենք, կիսվում ենք ամեն հարցում, ամեն ինչում, մեկս մեկի հանդեպ թշնամաբար չենք վերաբերվում, սիրով ենք, ամեն ընտանիքում էլ խոսակցներ լինում են, բայց չափավոր։ Վերջացրեցինք, հիմա Մարինե ջան, հələ քո գնումները ցույց տուր, դու պետք է ցույց տաս։ Հա, անցնենք գործի, ես գործս կիսատ եմ թողել։ Հա, երկարացել։ Ուզում ես արի ստեղ նստի, որ սիրու ներևա, կամ աթոռդ քաշ առաջ, որ երևա։ Ամուտ մի արա։ Դու արդեն ոնց ուզում ես նենց խոսա, քո հայրենը։ Չէ, քո հայրեն ենքան սիրում են, ասում են Ես ոնց ասեմ հիմա ես ինչ անում եմ, բանն է, բալե։ բլուսկայա։ Լոքսլիվն է։ Արեստամ դու, որ ձայնդ լսվի, հանգիստ խոսա, իրանք քո խոսալը սիրում են, ասում են ինչ կապտվա։ Long sleeve, սպիտակույն։ Տուրի, դու խփի դոշի պետք վանա, ամրացի։ Հետո։ Շորտը։ Կարևոր է համար ստանով սամանոթատվեց։ Հա, այս խասողունի, որը լավ։ Հələ քանի դեռ յարիքներն դարակներ։ Մի հատ կոմպլեկտ եմ առել, սենց ֆուտբոլկա և տենց շորտիկ։
Հազամայկանեն հացել ես, սոպիք Չէ, չեմ հակել։ տակին, Если напоследок։ это напасный. Ой, маленький. Это Марика сказала. Ой։ Простите։ Մի հատ sense մայկա։ Ես կոմպլեկտներ եմ արել։ Այդ շորտիկը այս մայկայի հետ, sense մայկա։ Այդ շորտիկի հետ, Մեկ ցույց տու, որ երևա սիրում, Այս է ցույց եմ տվել։ այս շորտիկը այս մայկայի հետ մի հատ կոմպլեկտ։ Հարմարացրել է իմ աղջիկը։ Տատ են long sleeve-ը կտաս։ Որը։ Այն տակի մայկան։ Ու այս մայկան արել եմ այս շարվարի հետ։ Առել է։ Արել։ Գնել է։ Թողացիա, ոնց Ալին եմ ասել։ ոնց գիտի իմ աղջիկը, դոնեցի խոսա։ Այս տրավազաշի մի շնչեք։ Մի հատ մի շնչի։ Այդ առաջին նավերնը շարվարն է սենց կլոշ, որի վրա վերել է։ Դմա։ Ոչ, կարևորը Հեսա իմ աղջիկը լավ էլ խոսում է։ Դա քրկով դրան մարած եմ թեդի։ Հետևը գրպաններն են։ հակնեմ, հակնեմ, հակնեմ։ Դե պաուզատուր հետո սուբեկա։ Ահա։ Այ հիմա հակամ։ Հակամ։ Տեսեք իմ աղջիկը ինչքան սիրուն սազում եմ աղջիկա շորերը։ Սրազու փոխվամ։ Սրազում մոքված։ Իմ դուրը գալիս է, չգիտեմ։ Շնորհավոր ելնի, առողջ հագնես, իմ լսող, խելացի, բանիմաց աղջիկ։ Մեսի։ Էլ բան չկա, հա սուսարը։ Կա, մամային է ցույց։ Տակը կա։ Ну, если пижама։ Դամաշկի բանա ցույց տուր։ Ախ, մայկան է ցույց տուր մամային։ Ցույց տուր ինչ անենք։ Դամաշկի վերև ներքևա, հա։ Без майка, Сафонов оплатил. Очень там։ О, շավար sense։ Դե մաման չի հագնի, ցույց տա։ Ես sense կովրիկ եմ զակաստվել։ Մышկայի համար, գարիշկի համար։ Սա պետք է տանեմ տան։ Ու sense Ինչի համար։ Զակոլկի։ Բանի։ Նոթբուքի մышկայի համար։ Ու sense զակոլկաներ։ Ամեն ինչն էլ շնորհավոր ելնի։ Մերսի։ Քո շորերն էլ, մամայի շորերն էլ, առողջ հագնեք։ Առողջ հագնեք, ուրախ հագնեք, միշտ տենց լսող, լավ սովորող, խելացի աղջիկ մեծանաս։ Սիրելի հետևորդներ ջան, չեմ ուզում գաղտնիքը բացեմ, մի փոքր փակագծերը բացեմ, Մարինկաս, եւ ես կարող է, չգիտենք, միտեղ գնանք։ Հա, երկրից թռնենք։ Նրան հանդստանալու։ Ընթացքում տեսնենք ոնց կհաջողվի, սիրելիներս։ Հետո ցույց կտանք, կասենք, հələ որ դեռ Հələ պատրաստվում ենք։ Այո, սիրելիներս, ընթացքը հետո որ իրականանա ամեն ինչ, անպայման դուք կիմանաք, ես սիրով ձեզ կասեմ։ Իսկ հիմա Մարինե ջան, բեր մի փոքր էլ գնումներ ընդեղ կա, ցույց տանք, հա, ցույց տանք ու գնանք մեր գործին ամեն մեկս։ Հա, աշխատանք ա բերել ինձ։ Օպլա։ Հələ տեսեք, հերիքա, ես տերևով եմ փաթաթելու, նոր կաղամբ է, սիրելի հետևորդներ ջան։ Այսպես գեղեցիկ կաղամներ։ Այո, այս տարի մենք չենք տնգել կաղամ, միշտ տնգում ենք փչանում է, սառում է, հա, էլ չենք բանանում։ Մի հատ փոքր տոմատի ապրես, դե ասա Մարինե ջան։ Սող, սա կեֆիր է պետք է, մենք ասում ենք ալդուղ, թամփրթոց, ակրոշկա ենք պատրաստելու այսօր։ Հա, հարսել ալադուշկա է սարքելու առավոտվա զավտրիկը երեխաներին և սող։
Սա էլ փոքրիկ գնումը։ Գնումները։ Ինչա։ Ասում մի բան եկա, բայց կերել եմ արդ։ Հա, կերել է, ոչինչ, քաղցրը պլիտկա է կերել աղջիկս։ Դե անցնենք գործի, սիրելիներս, ձեզ չեմ ասում ստեյցություն, կհանդիպենք, տեսնենք որտեղ ենք հանդիպելու։ Ամեն մարդ իր գործ։ Սիրելիներս, քաղեցի, բերեցի, տեսեք ինչ լավ նուրբ տերև է, արդեն ոնց որ ասած իրար մեջ եմ դրել, դաստայել եմ, սենց հարմար կլինի, պոչերն էլ կկտրեմ, հիմա Մարինկաս մկրատ կբերի մի անգամից, պոչերն էլ կկտրեմ, սիրելի հետևորդներ ջան, արդեն եռման աղաջրի մեջ կխաշեմ։ Մկրատը ներսնա, կանաչ մկրատը բեր, շատ նուրբ, արդեն մի քիչ մեծացել եմ, բայց շատ նուրբ են։ Ինչքան որ հարկավոր է տոլմայի համար կօգտագործեմ, մնացածը արդեն մի քիչ էլ կքաղեմ, դեռ կա քաղելու, սիրելի հետևորդներ ջան։ Նոր արդեն կդնեմ տարաների մեջ։ Հիմա այսպես քիչ-քիչ կդնեմ մի 10 հատով։ Կդնեմ, հիմա Մարինկաս մկրատը բերի պոչերը կտրեմ։ Մի կողմ եմ դնում, նախաճաշը պատրաստեց հարսս, համեղ նախաճաշ է, վաֆլիներ, մեղր, խտացրած կաթով կուտենք և ելակով։ Հիմա էլ թեյն է կբերի, սա էլ մեր նախաճաշը սիրելիներս։ Մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Սիրելիներս, երեխաները նախաճաշեցին, վերջացրեցին։ Ես էլ իմ նախաճաշն եմ բերել, 2 կոֆե դրել եմ, երկրորդ կոֆեն ենք խմում։ Իմ նախաճաշն է կատնաշոր, հալած պանիր և ելակ թարմը։ Սիրելի հետևորդներ ջան, այսպես փոքր դաստաներ արեցի։ Հիմա ջուր եմ դրել եռա, սա տերևի համար, որ խաշեմ, սա էլ կաղամբի համար։ Տերևի համար ջուրը արդեն եռում է։ Ջրի մեջ ավելացնեմ աղ, ահագին աղ եմ լցնում, որ աղի լինի ջուրը։ Հիմա կխառնեմ, որ աղը լուծվի ջրի մեջ, լուծվի, հիմա կդնեմ այսենց տերևները։ Քիչ-քիչ կխաշեմ, կհանեմ, կխաշեմ, կհանեմ, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա մի փոքր ցույց կտամ, սիրելիներս։ Մնացածը կադրից դուրս արդեն։ Լավ կդեղնի, արդեն տերևները կհանեմ։ Եվ իր թթվությունն է դուրս տալիս, դե թարմը տերևով որ փաթաթում ես, մի քիչ թթու է լինում, չէ՞, տոլման։ Կարող եմ բերանը ծածկել, երևի հարկել չկա, որ բերանը ծածկեմ։ Ընդամենը մի 2 րոպե էլ չի տևում, տեսնում եք, արդեն դեղնել է, հիմա շուռ կտամ և կհանեմ։ Որ փաթաթում ենք թարմը թփով, մի քիչ թթվաշ է լինում տոլման, դրա համար մի քիչ աղաջրով խաշում եմ, վախեցնում եմ, նոր հանում եմ, տեսեք ինչ լավ դեղին ստացվեց, ահա, խնդրեմ։ Սա կխաշեմ, էլ չեմ ցույց տա, կադրից դուրս կանեմ մնացածը, կաղամբն էլ արդեն սիրելիներս մասերի եմ բաժանել կաղամբը, կխաշեմ, կթողնեմ կսառի, մի հատ էլ կլվանամ սառը ջրով, նոր կփաթաթենք ձեզ հետ միասին, թարմը կաղամբ է փոքր, կադրից դուրս, բոլորս էլ գիտենք, թե ոնց ենք խաշում կաղամբը։ Թող մի 2 րոպե մնա,
Ծառային տոլմակ փաթաթեմ կաղամբը սմբուկով, պղպեղով եւ լոլիկով ամեն մեկից մի հատ կդնեմ, բավական է։ Տերևով շատ են սիրում երեխաները։ Տեսեք, սիրելի հետևորդներ ջան, ինչ լավ ստացվեց, դեղի խումբ, մնացածն էլ կադրից դուրս։ Սիրելի հետևորդներ ջան, տերևը խաշեցի, վերջացրեցի աղաջրով, հիմա պահում եմ սառը ջրի տակ, հոսող, մի լավ ցողում եմ։ Տերևները ցողելուց հետո կդնեմ քամիչի մեջ, թող ջրքանվի։ Ցողեմ նաև նախապես խաշած կաղամբը։ Կաղամբն էլ թողնեմ, որ ջրքանվի, այդ ընթացքում արդեն ես կպատրաստեմ խճողակը տոլմայի։ Նախապես հարսս աղացել է խոզի միս մի փոքր սալով և տավարի միս թարմը։ Աղացած մսին ավելացնում եմ նախապես լվացած բրինձ։ Ես պատրաստում եմ սիրելիներս աչկա չափով, ինչքան միսն է այդ չափին, արդեն գիտեմ ինչքան բրինձ լցնեմ և աղացած հյութը քամած սոխ, ընդհանրապես ես սոխի միջի հյութը չեմ լցնում, դառնություն է տալիս տոլմային, մի փունջ, լավ փունջ, թարմը կանաչի, համեմ սամիտ, ռեհան և մաղադանոս, չորացրած ռեհան ծիտրոն, կարմիր պղպեղին խառնել եմ սև պղպեղ և համեմում եմ կարմիր սև պղպեղով, ավելացնում եմ նաև հալած կարագ։ Տոլմայի փաթաթելու ժամանակ, սիրելիներս, թփի տոլմային նաև շերջետ կարագ եմ դնելու եփելու ընթացքում։ Հիմա համեմում եմ աղով, ընթացքում հետո աղը կհամտեսեմ, սա բավական է։ Ձեռնոցը հագնեմ և սկսեմ արդեն խճողակը հունցել, խառնել իրար։ Հիմա սառը սովորական ջուր եմ լցնում, գոլ ջուր, տաք ջուր չեմ օգտագործում ընդհանրապես։ Հիմա մի լավ խառնում եմ, ինձ թվում է ամանը փոքր է, բայց լավ է։ Լավ կխառնեմ, որ բոլոր բաղադրիչները խառնվեն իրար, խճողակին համ ու հոտ տան։ Սիրելիներս, հիմա մի փոքր եմ ջուր ավելացնում խճողակին և նորից մի լավ խառնում եմ, որպեսզի գնդիկները մսի բացվեն, տոլման ստացվի փափուկ։ Հիմա կհամտեսեմ աղը, եթե հարկ լինի, նորից կավելացնեմ աղ։ Վերցնեմ, որ մի փոքր փորձեմ։ Աղի կարիք ունի, մի փոքր կավելացնեմ աղ։ Մի փոքր էլ կավելացնեմ ջուր և վերջ։ Հիմա լավ կխառնեմ խճողակը։ Տեսնում եք ինչ փափուկ,
Ամբողջ մսի գնդիկները բացվեց։ Պետք է լավ խառնել եւ այսպես հարվածել միսը։ Ինչքան հարվածում եք, այնքան փափուկ է ստացվում խճողակը եւ մեր տոլման համեղ փափուկ է ստացվում։ Սիրելի հետևորդներ ջան, կաթսայի մեջ լցրել եմ մի փոքր սառը ջուր, փոքր ափսեն շուռ եմ տվել, հիմա շարում եմ կաղամբի կտորները։ Նախապես կաղամբը ես արդեն կոշտ մասերը հանել եմ, պատրաստել եմ։ Խճողակը պատրաստ է, կաղամբի տերևները պատրաստ է, սկսում եմ փաթաթել։ Սովորական, սիրելի հետևորդներ ջան, մեկ լավ թեյի գթալ դնում եմ կաղամբի մեջ եւ փաթաթում եմ։ Շատ փափուկ կաղամբ է, որովհետեւ թարմել տերևները շատ բարակ են, հեշտ է փաթաթվում։ Ես հիմա սիրելիներս լուռ կփաթաթեմ մի փոքր մաս, դուք էլ համ կդիտեք, համ էլ կվայելեք երաժշտությունը։ Նվագում է աղջկաս ամուսինը ակարդեոն։ Ես փաթաթեմ, դուք էլ վայելեք ինձ հետ միասին երաժշտությունը։ Մի փոքր փաթաթելուց հետո ցույց կտամ, թե ես ոնց եմ շարում տոլմաները կաթսայի մեջ։ Շատ գեղեցիկ փաթաթվում է։ Կա չէ կաղամբներ, որ կոշտ են, չես կարողանում փաթաթել, մեկ-մեկ էլ ջղայնանում ես։ Իսկ այս կաղամբը շատ լավ փաթաթվում է, ոնց որ հաճելի անգամ փաթաթելը։ Պատրաստեցի, վերջացրեցի բանջարեղեններով ամառային տոլմա։ Հիմա բերանը ծածկեմ կաթսայի, դնեմ մի կողմ եւ փաթաթեմ տերևով տոլման։ Նորից նույն ձևի, ինչպես կաղամբի տոլման, կաթսայի մեջ լցրել էի մի փոքր ջուր, շուռ եմ տվել ափսե, շարել եմ խաղողի տերևներ եւ փաթաթում եմ տոլման։ Շատ նուրբ, սիրելի հետևորդներ ջան, տերևներ է։ Հիմա սովորականի պես խճողակը դնում եմ, վերևից բերում եմ, կողքերից ծալում, փաթաթում գլանակաձև։ Ստացվում է գեղեցիկ փաթաթված տոլմա։ Շատ նուրբ, խճողակն էլ փափուկ ստացվեց։ Եթե ուզում ենք տոլման փափուկ լինի, սիրելիներս, լավ լինի եւ հյութալի, պետք է լավ հունցենք, որովհետեւ եթե մսի գնդիկները մնում են, կոշտ է լինում տոլման։ Ես ընդհանրապես ավելացնում եմ տոլմայի խճողակի մեջ մեկ լավ ճաշի գթալ թթվասեր, բայց այս անգամ չեմ ավելացրել, չունեինք տանը սիրելիներս։
թթվասերով ավելի համեղ է ստացվում, ավելի փափուկ է ստացվում։ Նախապես նորից խաղողի տերևները բացել եմ, շարել եմ սինի վրա, որպեսզի ինձ համար հեշտ լինի։ Խաղողի տերևն էլ կփաթաթեմ, սիրելիներս կվերջացնեմ եւ սիրով ցույց կտամ, թե ինչպես փաթաթեցի։ Լրիվ ընթացքը ցույց եմ տալիս։ Պատրաստեցի, վերջացրեցի տոլմաները։ Տերևի տոլմայի երեսը եւ մեջտեղի մասում դրել եմ կարագի կտորներ։ Սա էլ մեր ամառային բանջարեղեններով տոլման։ Հիմա բերանը ծածկեմ, տոմատաջուր պատրաստեմ եւ ջուր բերեմ, որպեսզի լցնեմ եւ միացնեմ գազօջախը, տոլմաները եփեմ։ Վերցրել եմ 3 ճաշի գթալ տոմատի մածուկ։ Տոմատի մածուկի վրա լցնում եմ սառը ջուր եւ լավ կխառնեմ, որպեսզի կոշտեր չմնա։ Կավելացնեմ, սիրելի հետևորդներ ջան, կաղամբի տոլմային, ասեմ, որ այդ թանձրուկը խիտ եմ արել, որ ավելի համեղ լինի, գույնն էլ կարմիր լինի։ Հիմա խառնելով, որ կոշտուկ չմնա, կլցնեմ տոլմաների վրա կաղամբի։ Սիրելիներս, տեսեք ինչ լավ թանձր տոմատաջուր բացեցի։ Հիմա ափսեն շուռ տամ, կափարիչը դնեմ կաթսայի եւ վառեմ գազօջախը։ Մարմանդ կրակով կեփեմ, ընթացքում ցույց կտամ։ Խաղողի տերևի տոլմայի վրա, տեսեք ինչ գեղեցիկ շարել եմ, չէ՞։ Փաթաթել եմ ու շարել եմ։ Խաղողի տոլմայի վրա կլցնեմ սովորական ջուր։ Այնքան եմ լցնում, մի քիչ տոլմայից վերև, նույն ձևի ափսեն շուռ կտամ, կափարիչը կդնեմ, մարմանդ կրակով կեփեմ մինչև եփվելը։ Բավականին ժամանակ է անցել, տոլմաները լավ եռում են, սա տերևով տոլման է, համարյա եփված է։ Սա էլ ամառային կաղամբով բանջարեղեններով տոլման է։ Կարմիր գույնով, անուշ բույրով։ Սիրելի հետևորդներ ջան, 2 տոլմաներն են եփված են, եկեք միասին փորձենք։ Կաղամբա եփված, խճողակը կաղամբի միջի եփված։ Տեսնում եք ինչ հույթեղ է, ջուրը կաթում եմ։ Հիմա փորձենք նաև խաղողի տերևովը։ Նույն ձևի էլ եփված է խաղողի տերևով տոլման։ Խաղողի տերևով տոլման կմատուցեմ սխտոր մածունով։ Նախապես արդեն պատրաստել եմ սխտոր մածունը։ Սիրելիներս, տոլմաները արդեն պատրաստ է։ Ստացվել է շատ համեղ, փափուկ, կաղամբի տոլման շատ կարմիր, հույթեղ։ Սիրով պատրաստեցի, սիրով էլ ձեզ ներկայացնում եմ։ Այսօրվա համար այսքանը։ Եղեք առողջ եւ օրհնված։ Ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։